Մեր ներքին գործերի նախարարությունը ակնհայտ երևում է, որ ինքը դրան պատրաստ չի։ Մարդը ճիշտ բան ասում։ Մարզված, հանդերձված եւ այդտեղ մենակ զենք չի կարելի։ Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում ավելի խայտառակ փոփոխություններ են։ Ժամանակին ասենք Արցախի խորհրդարանը պարգևատրել Ռոբերտ Քոչարյանին այդպիսի զենքով։ Հայաստանի Հանրապետության վարչապետը պիտի որոշի այսօր այդ ինչ որ մեկին պարգևատրի, թե չպարգևատրի։ Ինչ ուզում ես սարքի վերջում ստացվում է KPSS։ Ողջույն, եթերում զորազրույցն է, ես Արմեն Աթալյանն եմ։ Ես Ավետիք Քերոպյանն եմ։ Ես Տիգրան Պետրոսյան։ Այո, այսօր մեր հյուրը Տիգրան Պետրոսյան, քրեագետ, փորձագետ, իսկապես բարիս առանց ճակերտների փորձագետ։ Որին գուցե այսքան չեք տեսել եթերներում, բայց այսօր առիթը կլինի, Բայց լսել ենք նաև։ Այո։ Այսօր Տիգրանի հետ անունով երևի իրար դիմենք, որ ավելի տենց մոտերմիկ լինի զրույցը։ Ուզում ենք խոսել զենքի մշակույթի, քաղաքացիական զենքի, լեգենդների, խնդիրների մասին, որովհետև կարևորության եւ անհրաժեշտության նաև ինչ որ մասով։ Որովհետև կարծում ենք, որ զենքը այսօր մի բան է, որը բառացիորեն ցանկացածի տանը պետքա լինի, ինչպես սառնարանը, գազօջախը եւ նմանատիպ այլ բան։ Այդ իմ կարծիքն է։ Այդ ցանկացածը կկենտրոնանանք թե որ ցանկացածն է, էլի, որովհետեւ կարգավորումները, որ այսօր կան եւ ընդհանրապես պետք է լինեն, այնպես չի որ ցանկացածը պետք է ունենա, քանի որ հասարակությունը չէ, adekvatությունը, այդ ամենը չպարզ է, համասեր չի, կան հիվանդ, կան անկարող, կան այսպես շեղումներով մարդիկ, որոնց ձեռքին զենքը դառնում է հանցագործության գործիք կամ փորձանք։ Երևի ես կարող ենք սկսել պատճառներից մեկը, որը հանդիսացավ, ինչու ենք մենք ուզում այս թեմայից խոսալ, այս վերջին փոփոխություններն էր զենքի մասին օրենքում, որով մասնավորապես առաջարկվում է այդ պարգևատրված զենքերի ինստիտուտը փոխել, ոնց հասկանում եմ, ուզում են հավաքեն, թե Չէ, այստեղ պատճառաբանությունը հիմնավորումներից մեկը էր, որ մարդիկ ունեն մեկից ավել պարգևատրման զենք, որը այսպես անհրաժեշտություն չի, այդ պարգևատրված զենքը քանակությունով չի լինում, եւ մեկ էլ փոխել թե ինչ հիմքով կարող են եւ ովքեր կարող են այդ զենքով պարգևատրել։ Օրինակ ես կարող եմ ասել եւ Տիգրանը արդեն կարող է շարունակի, որ պաշտպանության նախարարը ժամանակին կարող էր որսորդական կամ հարթափող զենքով պարգևատրել բարձր մեծ հաջողություններ ունեցած զինվորականներին, ինքս եմ տեսել։ Բայց այսօր փոփոխություններ կան, ասենք օրինակ պաշտպանության նախարարին թույլատրվում միայն սպայական դաշունով պարգևատրել եւ մնացածը արդեն կենտրոնանում բան։ Տիգրան, դուք ինչ մոտեցում այս հարցում երևի լավատեղյակ, ամենալավատեղյակ մարդն եք Հայաստանում, կուզեինք լսել ձեր կարծիքը այդ մասին։ Մեր խնդիրները այս ոլորտում սկսվեցին 2022 թվականից։ Լավ վատ, մինչև 22 թվականը Հայաստանում գործում էր զենքի մասին օրենք։ Անունը ինքնին լավն էր։ 22 թվականին օրենքի փոփոխություն արվեց եւ չգիտես ինչի զենքի մասին օրենքը դարձավ զենքի շրջանառությունը կարգավորման մասին օրենք։ Ես ի սկզբանե դեմ էի նման վերնագրով նման ձևակերպման օրենքի ընդունմանը, որտեղ չխոսելով, չքննարկելով մասնագետների հետ մարդիկ կարողացան ինչ-ինչ մղումներից ելնելով երկրում այդպիսի օրենք անցկացնել, որը 22 թվականից մինչ օրս 1.5 տասնյակից ավել փոփոխություններ եկան։ Եվ կարծեմ դուք մասնակցել եք, չէ՞, այդ Չեմ մասնակցել քննարկման չեմ մասնակցել, օրենքի ընդունման հետ կապված, ավելի շատ ես կարծում եմ, որ այդ օրենքը ընդունվում է դիլետանտական եւ դեմագոգիկ մակարդակով։ Ընդունում եմ իհարկե, որ ազգային ժողովի падգամավորները կարող են մասնագետ չլինել։ Բայց մղումը լավն էր, օրինակ մենք էլ ենք պայքարում ավետիքներ։ Մղումը լավն էր, բայց դες ինչու է հարցը, ասենք պատճառներից մեկը կներեք, որ ես որպես լրագրող պայքարում եի դրա համար, այն որ դու պետք է 5 տարի հաղթափող զենք ունենաս, որպեսզի իրանք ունենաս ակուսափող գնել, օրինակ այդ կետն է։ Հիմա մենք ելնում ենք այդ փաստից, որ արդեն դա չկա, օրենքը ընդունվել է, առանց դրա ընդունվել է։ Ելնում ենք այն բանից, որ Սովետ միության ժամանակվանից մինչև վերջերս ինքը ըստ էության ոչ բան չէր։ Ինչի համար, որտեղ մարդը նախնական պատկերացում եւ կարծիքեր ունենում զենքի մասին, որ տրամաբանություն կար, բայց իհարկե այդ տրամաբանությունը հնացած էր նաեւ, որ
այդ 5 տարին պիտի ձգվեր այնքան, մինչև 5 տարի ժամկետ լրանար ու կարողանար թույլտվություն վերցնել, որ կարողանար արդեն ակոսապող զենք ձեռք բերել։ Այսօր դա հանվել է, բայց հանվելը արդեն ինքնին պրոբլեմատիկ ձևով է հանվել։ Ինչը ձեզ դուր չի գալիս։ Մի հատ գետնի վրա բացատրեք, էլի, որ միջին վիճակագրական քաղաքացին հասկանասի, մարդը ճիշտ բան է ասում։ Տեսեք, հիմա այսօր ըստ էության ով ուզի կարող է զենքի քննություն հանձնել եւ Հայաստանի Հանրապետությունում ակուսապող զենք ձեռք բերել։ Սկսենք նրանից, որ ոստիկանությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել այսպես կոչված հարցաշար 79 կետից բաղկացած հարցաշար, որը իբր թե քաղաքացին տեսական քննություն է հանձնում, դրա հիման վրա նոր գնում է գործնական քննություն եւ դրա հիման վրա արդեն կարող է քաղաքացին զենք ձեռք բերել։ Այլ հիմա այս վիճակով երբ դու նայում ես 79 հարցից որևէ մեկը արդյոք նույն զենք ձեռք բերողին գիտելիք տալիս է թե չէ, վստահաբար կարող եմ ասել չէ։ Դե իհարկե ասեք զուբլիտի մագարդակի իհարկե իմանալ թե քանի զենք կարելի է ունենալ հավաքածուում կամ տարեկան քանի հատ կարելի է ներկրել կամ վաճառել, դա անիմաստ գիտելիք է։ Դա կարգավորում է, որ ասենք երևի զենք ունեցողների որ հարցաշարից որ երրորդը ցանկացածը որ կետը ուզում եք հարց տվեք, բացենք նայենք երրորդ դասարանի երեխայի մակարդակի հարցերը։ Այդ վիճակով պատերազմող երկրում չես կարող դու քննություն անցկացնել։ Դու ասում ես որ տեսական քննություն են արել եւ այլն, ըստ էության դրա իրենից ոչ ման չի ներկայացնում։ Դե տեսական քննությունը ես 29 վայրկյանում եմ հանձնել, դրանով չեմ հպարտանում իհարկե։ Ոչ մեկ այս մասին չի խոսում։ Ինքը ճիշտ չի արդեն, իսկ զբան է արդեն ճիշտ չի։ Դա ոնց կներեք պիտի բառը տեղին ասենք, զոր գլխառադարված ինչ որ Բայց մի հատ եկեք մի բան ֆիքսենք, էլի։ Երբ որ այս օրենքը փոխվել է, ես հասկացել եմ, որ այս երկրում մեր երկրում սուվերեն օրենք գրել իմացող չկար, սուվերեն ինչ առումով նկատի ունեմ։ Մեզ մոտ ինչ օրենքներ ընդունվել է, կամ դա եղել է ինչ որ Եվրո ասոցիացիան տրամաբանության մեջ Եվրոպայից վերցրած կոպի արած ինչ որ օրենք, կամ սովետական հին օրենք, կամ ԵԱՏՄ օրենք։ Այսինքն մի բան, որ ասես, այ ինձ հայից պետքա բաժակով ջուր, եկեք գրենք բաժակով ջրի մաշին օրենք, դա չի եղել։ Հիմա երբ որ այս օրենքը գրվել է, մեկ է պարզվել է, ասենք 6 ամիս ես հիշում եմ նախարարությունը օրենք, որը ընդունվել էր, որ գրված էր պետքա լինի այս մարմին, նախարարություն չուներ այդ մարմին Ու երբ որ գնում ասում ես տղեկ ուր է այս մարմինը, ասում են ախպեր չգիտենք։ Խի, որտեվ Ռուսաստանից չեն զանգի ասել, տակ, մի հատ այս մարմինը ստեղծեք, Եվրոպայից չեն զանգի ասել, այս մարմինը ստեղծեք, այդ մարդը սովոր չի տենց։ Չէ, եկեք չհամաձայնեմ ձեզ հետ, ամբողջովին չհամաձայնեմ, ինչի համար։ Ասենք մեջը կետ կար, որ ռադիկարանների ինստրուկտորներին լիցենզավորող պետական մարմին պետք է լինի, ու այդ մարմինը չկար։ Դրան կանդրադառնանք։ Բերեք շեղենք իհարկե թեմայից նախնական բանով, բայց հրացքարանները այս օրենքի մեջ ցնելու բան չէ։ Այո։ Ի սկզբանե, այսինքն ի սկզբանե երբ դու ունես խնդրի առարկա, օբյեկտ, դու պիտի դրան ձգտես, ոչ թե բերես անուն դնես օրենք, դրա մեջ ինչ ուզես խցկես։ Հա։ Այսինքն ոչ մասնագետները դրեցին իրենց ցանկության, իրենց այսպես բիզնես պրոյեկտ, չգիտես ինչ նպատակներ եւ այլն, հա։ Ու օրենքը դարձրեցին ոչ թե օրենք, այլ իրենց ցանկությունների ինչ որ բազա։ Կարգավորումների համախումբ, որը հրացքարանները մեր երկրում պիտի կարգավորեր Հայաստանի Հանրապետության կառավարության որևէ որոշման։ Դա չպիտի մտեր զենքի շրջանառություն կոչված օրենքի ոլորտ։ Դրա համար երբ մարդկանց զգուշացնում ենք, որ սա այդ ոլորտը չի, սա չպիտի այսպես արի, մարդիկ բան են անում եւ այլն։ Ընդ որում ես ինչքան հասկացա վերջի 2-3 տարում թերևս եզակի մարդ եմ, որ դեմ եմ եղել օրենք այս տեսքով ընդունելու։ Բոլոր առաջարկները ներկայացրել եմ, չէ, փաստացի այդպես մասնագիտորեն, հա, ու ասել եմ, որ օրենքը սկսենք հայոց լեզվից, մենք այսօր խոսում ենք մի քանի օր առաջ նշում ենք մանրէն լեզվի օր, օրենքը հայերեն չի, սկսենք դրանից, օրենքը մասնագիտորեն չի, օրենքը իրավաբանորեն չի, օրենքը օրենսդրական տեխնիկայի ոչ մի նորմին չի բռնում։ Լավ, եկեք թղթից ու գրածից մի պահ վերանանք, էլի, Հայաստանում զենքի, քաղաքացիական զենքի խնդիրը գալիս է միշտ այս խնդրին, որ
իմ մոտ այդ տպավորությունը, որ ոստիկան իրապահները միշտ ուզում են մաքսիմալ վերահսկողություն ունենան ամեն ինչի նկատմամբ ու արգելեն մաքսիմալ ամեն ինչ որ իրանց վաղը չեմիսորը կարող է ինչ որ հարցերում խանգարի, քախ հասարակության մի ստվար զանգվածի համար զենքը դա մի հատ քխ բան է, որ գալիս է իմ կարծիքով սովետից, որովհետև սովետը չէր ուզում որ մարդկանց զենք լինի, որովհետև զենքը ազատությունն է, մարդկանց մի փոքր հատվածի համար էլ, որոնք մտածում են այսօր երկրի ապագայի մասին, ասում են ի վերջո մարդկանց քաղաքացիների ձեռքը պետք է լինի զենք, սովորեն այդ մագազիններն էլ հանելը, որովհետև օրից մի օր մենք հանդիպելու ենք լուրջ խնդիրների քաղաք պաշտպանության ոլորտում։ Այսինքն մի հատ իրավիճակ ունենք հիմա։ Դե պետք է նաև նայենք, տեսնենք մենք ինչ անվտանգային իրավիճակում ենք գտնվում եւ նաև դրանից էլ ելնենք։ Ինչ վատ բան կա, որ քաղաքացիների մի ստվար զանգված կարողանա շատ ավելի հեշտ ճանապարհով զենք գնել, քննություն այն ժամանակ ընդհանրապես չկար, գոնե մի փոքր հասկանա ոնց են այդ զենքը բռնում, լիցքավորում, այսպես այնպես, եւ անվտանգության կանոնները նաև զենքի տիրապետման եւ զենքի վարվեցության, որովհետեւ գիտենք թե չեն տեղի ունենում։ Մեզ մոտ բուն խնդրից մենք շեղում ենք, միշտ բերում ենք ավելի նեղ անձնական ինչ-որ խնդիր։ Օրենքի կարգավորման ոլորտը դա չի։ Մենք անդադ շեշտեցինք սովետ, ի սկզբանե 22 թվականից առաջ քննադատվում էր հին զենքի մասին օրենքը, բազմակողմանի բոլորի կողմից գովերքվում էր իբր նորը գալու է մի մեծ ոսկեզոծ եւ այլ մի հրաշք լինելու, հա։ 2 տարի քննարկումներից հետո, չլսելով մասնագիտական որևէ կարծիք, ընդունվեց այն օրենքը ու պարզվեց, որ 2 տարվա փոփոխություններ, անընդհատ փոփոխություններից հետո այսօրվա օրենքը տարածորեն կրկնում է 98 թվականի զենքի մասին օրենքը։ Այո։ Միակ մարդն է, որ սա ասում է։ Ասում է, ինչ ուզում ես սարքի, վերջում ստացվում է KPSS։ Թարգմանությամբ, նույն թարգմանությամբ, նույնիսկ այսպես ասեմ, ոչ թե նախադասություն, այլ պարբերությունների կրկնությամբ։ Նույն եկել ենք, հասել ենք 98 թվականի օրենքին, երբ ի սկզբանե զգուշացնում ենք, որ դուք սխալների շարան եք անում։ Այս առաջարկը այնպես չի, որ ես միայն այստեղ եմ ներկայացնում, ներկայացրել եմ նաև Պաշտպանության ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովին։ Իսկ լավ, կաներեք, էլի, քննության հացերին անդրադարձանք։ Էլ ինչը դուր չի գալիս։ Քննություն անողը ինքը պիտի պատրաստ լինի այդ քննությանը։ Մեր ներքին գործերի նախարարությունը ակնհայտ երևում է, որ ինքը դրան պատրաստ չի։ Ինքը այդ քննություն կազմակերպելու հարցաշար կազմակերպելու համար ինքը մասնագետ չի։ Այդ հարցով չկա մասնագետ։ Որտեւ մասնագետը երբևէ իրեն թույլ չէր տա այդպիսի բառը կոպիտ որպեսի չհնչի իմիջիալուց այդպիսի հարցաշար կազմել։ Այսօր թող որևէ հրացքարան չբարձրանա, որ ինքը տեսական գիտելիքներ է տալիս հենց այդ հարցաշարը։ Ցավոք սրտի ես պիտի համաձայնեմ Տիգրանի հետ, չնայած ինքս անձամբ հանձնել եմ այդ քննությունը, 10-ից էլ 10 եմ ստացել, դեռ գործնականից էլ լավ էլ կրակել եմ, լավ էլ գնահատական եմ ստացել, բայց պետք է ասեմ, իհարկե կարող կրկնենք, որ այդ տեսական հարցաշարը իրականում որևէ գիտելիքի չի զենքին որևէ ձևով չի անցնում։ Բացի դրանից, ասենք զենքի տիրապետման առանձնահատկություններին, անվտանգության կանոններին եւ մնացած ամեն ինչին շատ թրոցիկ են մոտենում։ Օրինակ, ասենք անվտանգության կանոնների մեջ միակ հարցը, որ կարող է անվտանգությանը վերաբերել, թե քաղաքացիական հրաձգարանը մոտակա բնակավայրից ինչ հեռավորության վրա կարող է գտնվել կամ ակոսափողով եւ կամ հարթափողով ինչ հեռավորության վրա կարելի է հրաձգություն իրականացնել։ Ամենաշատը։ Լավ, ես միջին վիճակագրական քաղաքացու տեսանկյունից եմ ասում եմ, պարոններ, դուք շատ ճիշտ եք ասում, ես ունեմ իմ քաղաքացիական կարիքները։ Պատերազմից հետո, երբ որ ես վերադառնում եմ քաղաքացիական կյանք, ես հասկանում եմ, որ մենք մի երկիր ենք, որտեղ չկա մի հատ հրաձգարան բաց, մի հատ չկար 25-ին, մեկ գոնե։ Ես հասկանում եմ, որ մենք մի հատ երկիր ենք, որտեղ ես մի զենք ձեռք բերելու, սովորելու համար մի ահռելի 5 տարի պետք է հարթափող, այն, իսկ ես պատկերացրեք, չգիտեմ, Խոզնավարի բնակիչ եմ, 300 մետր հեռու Թուրքիի դիրքն է, իր դրոշը զմփացրած, գիշերը գալիս են, խմում են, մի երկու հատ գրռցնում են օդ ու երեխես կինս անկյունում նստած, ես ասում եմ, բա այս պահին
ինձ ինչ կպատասխանեք։ Ես թքած ունեմ դա ազգային ժողովն է որոշում, ոստիկանությունը ունի այդ ռեսուրսը թե չունի։ Ես ինչի պետք է ես ուզում եմ օրինական զենք ունենամ, պայմաններ ունենամ։ Ապահովեք ինձ դրանցով։ Ես ինչ պիտի անեմ բա ուրիշ։ Այն զենքը ինչը թույլատրում է այս օրենքով, դուք դրանով շատ չնչին հարց եք կարողանալ, նույնիսկ անգամ դա չեք կարող այսօրվա մեր կյանքը այդպեսին չի, որ այս օրենքով դուք կարողանաս անձնական քո սահմանային որևէ բնակավայրի հարց լուծել։ Այստեղ է Արմեն, ես քեզ կուզեմ խնդիրը բերեք այսպես անենք, էլի որ պիտի կարողանանք տարբերակել այն ինչ որ պետության սուրբ պարտականությունն է, պետությունը պիտի կարողանա անել։ Այն ինչ որ պետության սահմանապահ ուժերից հետո եղածն է, այսինքն քաղաքացիականն է, աշխարհազորն է եւ այլն։ Այս օրենքը ավելի շատ այսօրվա կյանքի պայմաններում այդ խնդիրը չի լուծում։ Այդ ճիշտ կկազմակերպվեր նույն պաշտպանության ենթադրենք նախարարության կողմից բնակչության համատարած ուսուցումը, պատրաստությունը եւ հարզվածությունը նույն հրացքարաններում սիստեմատիկ թե չէ ասենք այսօր նայում ես ասենք պաշտպանության նախարարությունը դրում է իր կայքում ասենք ինչ որ շարքային չգիտեմ կամ քաղաքացի այսինչ անի մի 20 տարեկան աղջնակ անցավ հրաշալիորեն անցավ 6 ամսյա կուրսը եւ այլն ախր դա պաշտպանության նախարարության կայքում դնելու նյութ է Պաշտպանության նախարարության չինովնիկները լավ չեն աշխատում ես Վալոդս որը ապրում է Սյունիքի սահմանամերձ գյուղում ես ունեմ իմ բնազները Ես ունեմ իմ պահանջները, ես ունեմ կարիք գոնե այն մտածում եմ մկան կներեք շերի մասին եւ ջրաղացի մասին։ Հիմա ասում եմ գոնե ես ունենամ մի բան, որ այսքան չափով ինձ ապահով զգամ նահանջելուց, կներեք փախնելուց, իմ ընտանիքը դուրս հանելուց Բայց Արմեն, այստեղ է զենքի մասին օրենք կամ զենքի շրջանառության մասին օրենքը։ Այս դրա հետ կապ չունի։ Պատերազմից հետո սրվեց։ Սրվեց իհարկե, սրվեց։ Մեր խանութ զենք չկա։ Մեր մոտ Երևանում սրվեց։ Չէ, համաձայն Բայց այնտեղ այդ սահմանամերձ բնակավայրը իհարկե Հայաստանը ամբողջապես է դարձել սահմանամերձ, բայց սահմանամերձ բնակավայրերի անմիջական պաշտպանության խնդիրը պիտի լուծվեր տարածքային պաշտպանության ուժերի ձևավորմամբ, որոնք պետք է արդեն մարզված, հանդերձված եւ այդտեղ մենակ զենքը չի կարեւոր։ Անհատական պաշտպանության միջոցներն են կարեւոր, մարզվածություններն են կարեւոր, համաժամանակեցումը գործողությունների, ներդաշնակեցվածությունը, իրենց պարտականությունների հրամանատարության շղթայի իմացությունները դա շատ կարեւոր։ Բայց իհարկե սուր կանգնած է, տանս ես ինչ ունեմ, որ երեխեքիս պաշտպանեմ, բայց դա միայն զենքի շրջանառության մասին օրենքով չի կարգավորվում, ավելին, այս զենքի շրջանառության մասին օրենքը դրան նույնիսկ խանգարում է, որովհետև պարտադիրը դարձավ կամավոր։ Հիմա կամավորը զենք ունենալը, հա, պարտադիր չի։ Բայց եթե դու ասում ես կամավոր, դու դա թողնում ես ասենք գյուղի բնակչության 100-ից 5-ի վրա։ Բայց այդ 100-ից 5-ներ, եթե կարիք ունի մարզվելու, արդեն դրանց հարցերն էլ պիտի լուծենք, իհարկե։ Բայց այստեղ ստացվում է այնպես, որ մենք ունենք իրարից անջատ, այսպես պաշտպանության մասին օրենք, հա, զենքի շրջանառության կարգավորման մասին օրենք, տարածքային պաշտպանության ուժերի մասով պաշտպանության մասին օրենքում շատ կծկտուն ինչ որ կարգավորումներ կան, աշխարհազորը տեղափոխվեց տեղային պաշտպանության ուժերի, ունենք համակարգային խնդիր այստեղ ավելի շատ։ Աջափսանդալ։ Եվ այստեղ մենակ մի հրաձգարանի կամ մի քանի հրաձգարանի կամ խանութի կամ մի տեսակի զենքի տիրապետումը մյուսով փոխարինելու հարցով այստեղ ոչ մի հարց չի լուծվում։ Մեզ մոտ այն իրավիճակը չի, որ կարողանանք այս օրենքով լուծել երկրի պաշտպանության հարցը։ Ի վերջո գործող օրենքով զենքը բաժանվում է 3 տեսակի. քաղաքացիական, ցարավական եւ մարտական։ Մարտականը Հայաստանի Հանրապետության բնակչությանը տրվում է միայն, եթե տրվում է միայն պատերազմական իրավիճակներում, ցարավական ուժային կառույցների սպառազինության մեջ դրամաբանորեն մտնում, քաղաքացիական զենքով դու ինչ է պիտի պաշտպանես։ Նույն ձեր նշած ասենք Հայաստանի որևէ սահմանամերձ այսօր լավ ասած որ բոլորս ենք արդեն սահմանամերձ դարձել։ Այդ բանով ինչ պիտի դու կարողանաս այդ հարցը լուծել։ Ավելին ոչ միայն քաղաքացիական զենքով, այլ նաև քաղաքացիական զինամթերքով, հա, պետք է իմանանք, որ մարտական օրինակ զինամթերք ունենալը արդեն մենք պիտի կարողանանք այո դրանից դուրս գալ։
Սիրողական հրաձգության ֆրանսիական զենքի, հնդկական զենքի եւ այլն։ Գիտեք, անգամ մարդիկ շատ վատ է ծանոթված մեր հասարակությունը, անգամ չգիտեն, որ դրանք այս օրենքով կարգավորման ենթակայել չեն։ Հա, երկե։ Ես նայեք, ես չեմ ասում իմ տեսանկն է։ Ես ձեզ ասում եմ, թե հողի վրա մարդկանց անհանգստությունը որն է։ Այսինքն նորմալ է, որ մարդը նման խնդիր է տեսնում ու խնդրի լուծումը տեսնում է գոնե այստեղ։ Այսինքն ինքը տեսնում է, որ օրինակ սահմանամերձ գյուղում պետք է լիներ աշխարհազոր, չէ՞, գյուղապետերին են, որ ասում են դուք պետք է ունենաք աշխարհազորի հրամանատար, գյուղապետի տեղակալ, կարգավորման հարց չի։ Չէ, նկատի ունեմ գյուղացին հելնում է, տեսնում է իր համայնքում սահմանամերձ ոչինչ չի արվում այդ մակարդակում։ Ինքը հասկանում է, որ ամեն մեկը իր հետույք, իր գլուխ։ Չէ, այդպես չի գա, պետության մեջ չի կարող այդպես լինել։ Պարզապես ամեն մեկը իր ինտելեկտի կամ իր իմացության սահմաններում սկսի զինվել եւ զենք գործել։ Չէ, նկատի ունեմ իրավիճակը, որտեղ դու հանգում ես այս պայմաններին։ Այսինքն ոչ թե չի կարող այդպես լինել, այդպես է։ Դու ունես մի իրավիճակ, որ ամեն մեկը հիմա իր խնդրին է, դու հասկանում ես, որ ֆորս մաժորային իրավիճակում դու մնալու ես։ Մենք հիմա այս օրենքի այս բանով համարյա թե հասել ենք այդ վիճակին, որ արդեն ճիշտ չի։ Սկզբանե ճիշտ։ Եվ ինչի համար, որտեվ մենք ունեցել ենք վերջին 30 տարվա մեջ ունեցել ենք դեպքեր, սկսած ասենք հետ գնանք կայարանի իրադարձությունների ժամանակվանից կամ Նոբարաշենի դեպքերից։ Գիշեք այդ դեպքերը։ Ես հիշում եմ։ Ասենք զենքի գիրը ամեն մեկի խելքին ինչ բառ ասենք էլի բրթի պիտի զենք անի գիրարի մտածելով որ ինքը ճիշտ է անում։ Չէ, բայց եկեք մի հատ ուրիշ հարցնել գնանք, որ այսօր հանցագործ աշխարհը խնդիր չունի ապօրինի զենք։ Այսօր հենց հիմա ազգային ժողովում այսօր 3 քննարկում էր, ասենք քրեական ենթամշակույթ ունեցող, ասենք անձանց եւ այլն։ Դու փաստորեն մի ձեռքով ըստեյության պայքարում ես քրեական ենթամշակույթի դեմ, մյուսով հնարավորություն ես տալիս զինվել։ Չէ, բայց այդ քրեական աշխարհը, հանցավոր աշխարհը խնդիր չունի ապօրինի զենք ձեռք բերելու համար։ Ես պետության սուրբ պարտականությունն է նաեւ այդ ենթամշակույթի դեմ նաեւ ուժային միջոցներով պայքարել։ Նայեք, եթե այսօր տելեգրամյան ալիքներով վաճառում են զենք, մարտական զենք, որը ջնջած է համարը։ Դու կարող ես գնել ինչ ուզում ես անել $500 տելեգրամյան ալիքներ կամ ոնց որ դեղն են վաճառում, հա, այսօր քաղաքում այդպես վաճառում են զենք։ Մեր ուժային կառույցները այնքան են այսօր թերացել, մեղմ ասենք թերացել, որ այդպիսի բանը կարող է դնել բաց քննարկում, բաց վաճառքի։ Դե ուժային կառույցն էլ ասում է, գիտեք, պատերազմ ա եղել, լիքը զենք ա կորել։ Ու ահռելի քանակությամբ զենք գտնվում է։ Միանգամից մի գնահատական լսեցի 15000 միավոր մարտական հրազեն իբր թե կորելա 20 թվականին։ Ես այս մասին խոսել եմ դեռ 22 թվականին տարբեր հեռուստաալիքներով, որ դրա դեմ պիտի կարողանալ ժամանակին կարողանային բանալ են մտածել եւ նաեւ դա հաշվարկել։ Ես չեմ կարծում էլի, որ ինչ-որ մեկը իր խանութի գնաց սայգով գնալու է մարդ խփի։ Մարդ խփելու է բանակից ծրած, համարը ջնջած, չես կարող ասել։ Օրինական զենքով երևի հանցագործություն կատարում է երևի 100-ից 1-ը։ 100-ից 1-ն է էլի, հարևանը հարևանի խմած կենցաղային հարցերը, բայց ձեռի տակ ընկածա աֆեկտի տա կամ այսպես, բայց պետք է նաև հասկանանք, հա, իրականում կա այսպես մասշտաբային ապօրինի զենքի խնդիր, բայց կա նաև բնական ցանկությունը, իմ ու քո նմանների, ես ինքս էլ ազատազենի օրինակ, որը այսօր քաղաքացիական զենքի մշակույթի տարածման օջախներից մեկն է, աչակից անդամ եմ, ժամանակ առ ժամանակ գնում եմ հրաձգարան, այդտեղ կրակում եմ, մարզվում եմ, ձեռքս, ուսս, աշկս ոնց որ մարտական վիճակում կամ մարզված վիճակում պահելու համար, բայց դա էլի պետք է կրկնեմ, ես օրինակ Տիգրանի հետ համաձայն եմ, դա չի լուծում պաշտպանության եւ անվտանգության խնդիրը։ Իհարկե մենք հասկանում ենք, որ ասենք այսօր այնի ռազմավարություն այսպես համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ կառուցելու ներդրելու դա զարգացնելու ենթադրում է, որ բնակչությունը պետք է լինի իր մեծ մասով, կարող մասով եւ պատրաստված եւ մարզված եւ հանդերձված նաեւ զենքով, անհատական պաշտպանության միջոցներով, կապով եւ մնացած ամեն ինչով, 4 սննդով եւ մնացած միջով, բայց զենքի շրջանառության մասին օրենքը այսօրվա կարծր, բայց նաեւ հնացած վիճակով դրա ոչ մի հարցը չի լուծում։ Ավելին, ստեղծում է թյուր տպավորություն, որ ինչ որ մի հարց լուծել է, հա, բայց ունենք այսօր կիսատ կարգավորումների
գործ ունենք կիսատ կարգավորումների հետ, գործ ունենք այն բանի հետ, որ մարդկանց մոտ թյուր տպավորություն է ստեղծում հանգստության։ Մի հրաձգարան սարքեցին, այն մյուս սարքեցին, այն երրորդը սարքեցին, բայց մշակույթը որպես այդպեսին ինքը իրականում չի զարգանում։ Նայեք, մյուս կողմից ես նայում եմ օրինակներին աշխարհում, հա, օրինակ մի քանի ամիս առաջ լուր էի կարդում, որ Ֆինլանդիան, որտեղ հարյուրավոր հրաձգարաններ կա ու զենքի մշակույթը բավականին զարգացած է, պետությունը որոշել է 300-ից ավելի հրաձգարան կառուցել Ֆինլանդիայում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ավելի շատ մարզվելու, որովհետև Ռուսաստանի հետ ագրեսիայի ֆոնին մեծացել է հետաքրքրությունը հրազենի նկատմամբ, Ֆինլանդիայում, որտեղ կա բանակ, ռազմարտությունաբերություն, պետությունը տեղը տեղին ամեն ինչ անում է, մարդիկ մեկը ուզում են գնեն իրենց դիպուկահար զենքը սա, պետությունները ասում է, օքեյ, եղբայր, ես էլ քեզ ենթակառուցված կտամ, որ դու այդ քո դիպուկահար զենքով գնաս մազվես, ինձ լավ է, որ դու գնաս մազվես, որտեվ այսօր վաղը կարող է Ռուսաստանի չեղկը լքցի, սահմանը պորտի մտնի, ինչ իմանաս։ Այսօր մեր պետությունը ինչ է անում, 25-օրյա վարժական հավաքներ է տանում մարդկանց 3 փամփուշտ տալիս կրակելու, ասենք զորավարժանի հրաձգարանում եւ տանում դիրքեր պահելու։ Հա? Բայց ես համաձայն եմ, որ պետք է Ֆինլանդիայի նման Այսինքն իմ ձգտումը լինել Ֆինլանդիայի նման այդ մոդել բերել, նորմալ է։ Ավելի լավ օրինակ բերեմ քեզ, Շվեյցարիան, որտեղ ամենազինված բնակչությունն է Շվեյցարիայում, բայց զինված են ոչ թե քաղաքացիական զենքով, քաղաքացիական զենք իրենք ստանում են, ասենք, արդեն պայեստազոր զորացրվելուց հետո, մինչ այդ տանը ունեն իրենց մարտական զենքը։ 55-ից հետո գնում են մարտականը փոխում են ստանում են քաղաքացիականը, որ տանը լինի այդ քո ասած Իսրայելի օրինակը կարելի է վերցնել։ Իսրայելի օրինակը, որը արձակուրդ գալիս է իրեն կծված։ Լիցքավորված զենք։ Նա մեր տեղիքն է, չէ՞, պատմում մետրո։ Դուք հիմա մեր հասարակությունը արդյոք հոգեբանորեն եւ բարոյապես պատրաստ է դրան։ Պատերազմի մեջ կներեք, այս վիճակում լինելով մենք կարողացանք այդպիսի հոգեբանություն մեր բնակչության մեջ զարգացնել։ Ես հիշում եմ 90-ականներին, երբ որ ինչ որ մեկը ճակատից գալիս էր տուն, ասենք 3 օրով արձակվել էր գալիս էր տուն, զենքը ուսին գցած, ինձ որպես այն ժամանակ ասենք 17-18 տարեկան տղա, դա նորմալ էր թվում, որովհետեւ պետությունը գտնվում էր այսպես պատերազմական վիճակում, ինչքան էլ որ ասենք մեզ Երևանից հեռու էր մարտական գործողությունները, բայց այդքան էլ հեռու չէր, Երասխը ուրա շատ հեռու չէ էլի, կամ Գեղարքունիքը կամ Տավուշը կամ Արցախը, մի փոքր պետություն ենք, բայց ինձ թվում էր նորմալ եւ նույնիսկ իմոց ցանկություն այն ժամանակ առաջացավ գնալ ռազմական գործարանում, ռազմական կոնստրուկցիոն բյուրոյում աշխատելու։ Անգամ այդ ժամանակ զենք չէր բերվում, նաեւ դա էլ պիտի ասենք, զենք չէր բերվում սահմանից, ճակատային գծից որևէ թեկուս կիլոմետր հետ, որտեղ զենք այնտեղ կարիքը կար։ Շատ ավելի անհրաժեշտ էր։ Իհարկե դա բացառություն էր, որ ասում զենքով տեսնում են մարդկանց, իրենց անձնականը չէին ուզում թողնել։ Ես ինչ եմ Ֆինլանդիայի օրինակ բերում։ Ես ասում եմ, որ որպես քաղաքացի ես տեսնում եմ իմ երկրում խնդիր եւ հասկանում եմ, որ օրինակ այս տարբերակով այդ խնդիրը ինձ համար ու իմ ուժի ներածին չափով կարելի է լուծել։ Օրինակ ես ուզում եմ իմ սկիլերը, իմ հմտությունները պահպանվեն, հասկանում եմ, որ ինձ պետությունը չի տալու այդ հնարավորությունը, ասում եմ, լավ, գոնե ես ինքս ինչ որ բան անեմ, հələ պետությունը պետք է ուրախ լինի։ Եթե դու պետությանը ներկայացնում ես, ես իհարկե պետության անունից չեմ խոսում, բայց եթե դու ներկայացնում ես կոնկրետ առաջարկներ եւ հիմնավոր առաջարկներ, դա իսկապես պիտի նստել քննարկել եւ ընդունել։ Բայց ընդունել ինչ որ դիլետանտական մակարդակով, ընդունել օրենք, անցկացնել դա փորձագիտական կոչված հանրությունով, ավելի ճիշտ սիրողական մակարդակով։ Որոնք որ հարթափողն ու ողորկափողի մեջ տարբերություն են դնում։ Այո, հարթափողը ողորկափողից չեն տարբերում։ Ավելի շատ տարբերություն են գալիս որպես ոլորտի իդեոլոգներ եւ փորձագետներ։ Նույնիսկ ասենք ազգային ժողովի падգամորը չի կարող իհարկե իմանալ, բայց նրա օգնական փորձագետ եւ այլն մյուսները, որոնք ընդգրկված են տարբեր հանձնաժողովներ, պիտի հիմնավոր կարծիք կարողանային տալ, դեմ լինեին, բայց ոչ թե իրենք այն շիլը շփոթ անեին, որ այս ու պատկերացրեք առաջիկա մի քանի ամսվա ընթացքում ավելի խայտառակ փոփոխություններ են լինելու։ Ինչ տիպի։ Բոլոր։ Դες լսել եմ օրինակ, որ փողի երկարության վրա սահմանափակում են ուզում դնեն։
Դե հիմա տեսեք։ Կա այդպեսի ընդունված մի այսպես խայտարակ ասենք բան ասեմ, հենց այս ընդունված օրենքի, չգիտեմ ինչի որ այսօր աչուձախ բոլորը խոսում են այս զենքի շրջանառություն կոչվող օրենքից, ոչ մեկ չի ասում որ օրենքը երբ ընդունված 22 թվականին մի քանի ամիս հետո տեղի ունեցած հերթական փոփոխությունների ընթացքում, ասենք ինչ են սահմանել, եզրույթների ինչ որ կանակ։ Սա բաժակ, սա ջուր, սա միկրոֆոն է, սա սեղան է, սա աթոռ է եւ այլն։ Ամիսներ հետո հանկարծ որոշեցին, որ այդ եզրույթները իրենք ճիշտ չեն արել եւ սկսեցին եզրույթները նույն եզրույթները փոխել։ Հասկացա՞ք, դա խայտարակություն է։ Չի կարող օրենք այդպես լինի, այսինքն դու Հայաստանի Հանրապետությունում ընդունում ես օրենք, սահմանում ես եզրույթներ, տեսեք, սա միակ մարդն է, որ ասում եմ։ Եվ ամիսներ հետո որոշում ես, որ նոր օրենք ընդունես, այդ նույն եզրույթների բանը, եզրութաբանությունը փոխես։ Այս միջազգային եզակի դեպք չի, որ մենք բոլոր ոլորտներում է իրական։ Բոլոր ոլորտներում իրականում այդպես է, բայց պիտի հասկանանք մի բան, որ մենք ընդհանրապես ժամանակ չունենք կիսատ պրատ օրենքներ ընդունելու կամ կիսատ պրատ կարգավորումներ։ Ես այստեղ չեմ ասում, որ ասենք ենթադրենք նույն ծառայական զենքի, ասենք սահմանաչափը ջոլային 300 ջոլներ, հին օրենքով, հիմա դարձել են 800-ի մեջ այսօր ըստ էության նույն Կալաշնիկով ինքնացիկը կարող է հանգիստ մտցնել։ Ուրիշ բան ասեմ, օրինակի համար։ Բոլորը շատ լավ գիտեք, ասենք նռնական է, որը համարվում է հրազենի տեսակ։ Նա իր ջոլային բանով մտնում է 800-ի մեջ։ Հիմա պատկերացրեք, ասենք այսպես է խայտարակ վիճակ, այսինքն մարդիկ գրում են բաներ, միայն սիրողական, որ իրենց մոտ եղած կամ ժամանակին ինչ ճանապարհով իրենց ձեռքի տակ հայտնված զենքը իբր թե օրինական դաշտ, բայց ավելի խայտարակություն են բան։ Նայեք, մի ուրիշ բանն էլ ասեմ կներեք, ասենք, եթե նախկինում մինչև այսպես ասած պայմանական որ կա 45 դրամաչափներ համարվում մինչև քաղաքացիական զենք, 45-ը մոտարապես 11 ու քանի միլիմետր 0.45 ջրիմի մասին, հա, այդպես։ Ամերիկան 12.7-ն է, չէ։ 12.7-ն է, որը ակնհայտ երևում է ինչ որ մարդիկ ունեցել են զենք, իրենց զենքը օրինական դաշտ բերելու համար օրենք են բանալու։ Նայեք, բայց մյուս կողմից հիմա ես էլ ձեզ կարող եմ ասել, որ ի վերջո մեր նման երկրի համար հատկապես այդ հերահար դիպուկահարությունը զարգացնելը շատ ֆանտաստիկ բան է, թող զարգանա, այսինքն հա վերահսկել։ Նույն օրենքով նշված է, որ բնակավայրից պիտի հեռու կրակվի 3 կիլոմետրից ոչ մոտ։ Հա, Հայաստանում խնդիր է։ Հողերը վաճառվում։ Հիմա ձեր Նորսյունիքի սահմանամերձ գյուղի անուն տվեցիք, դուք պատկերացրեք, այսինքն դու պիտի գնաս մի սահմանից մի 3 կիլոմետր հետո, որ 10 կիլոմետր հեռու այսինքն դու ընդունում ես մի բան, որը ի սկզբանե արդեն իսկ խնդրեմ է։ Հա, խնդիր է այնտեղ, իսկապես խնդիր է։ Բայց դրա համար պիտի նստել այդ ամեն ինչը քննարկել, ժամանակին կարողանա որ բան չի։ Հիմա նորից եմ ասում, ասենք նույն հրացքարանների մեջ այնպիսի բաներ կան, ծիծաղաշարժ կարելի է այսպես ասել։ Ասենք նույն պարգևատրական զենքը, մի խայտարակություն այդ պարգևատրական զենք կոչվածն է, հիմա ներքին գործերի նախարարությունը բերել է իբր նոր ստանդարտներ, հա, որով սահմանում է, որ 90-ական թվականներին ով որ պարգևատրվել է զենքով, կապ չունի ինչ զենքով եւ ինչքան է պարգևատրվել, պիտի հանձնի ներքին գործերի նախարարությանը, ներքին գործերի նախարարությունը բոլորը կհավաքի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը պիտի որոշի այսօր այդ ինչ որ մեկին պարգևատրի, թե չպարգևատրի։ Բոլոր միջև հիմա հանձնի։ Այո, բոլոր պարգևատրական զենքերի մասին։ Ես որ պաշտպանության նախարարությունը աշխատում է։ Մասամբ կներես, էլի, Աբոջան։ Հաշվի առնելով, որ ժողովուրդը բավականին զզված է այն բան որոշակի խավից, որը ոնց էր չէ ժամանակին եթե դեպուտատես պետք է ախրանիկ ունենաս մի հատ հա քարտուղարուհի ունենաս մի հատ հետևից ջիպ ունենաս բան մի հատ ես զենք կողոտ խփած պետք ունես քո երեխեն էլ քո աղբերն էլ քո հորողբոր քենու աղջկը բաժանաղն է մարդիկ զզվել են դրանից այս լուրը կարող է լավ ընդունեն ասեն հա էլի հավաքի էս չգիտեմ ոնց է վերաբերվում դրան էլի տես ես կուզեմ այստեղ քեզ մի փոքր լրացում անել Այս ամեն ինչը գալիս է նրանից, որ մենք լավ չենք պատկերացնում կարգավորման առարկան։ Օրինակ պահանորդը դա մասնագիտական ծառայությունները, որոնց թույլատրվում ասենք ունենալ զենք
ասենք պահպանվող օբյեկտը պաշտպանելու կամ պահպանելու համար։ Բայց արդյոք այդ պահանորդը տիրապետումը այդ իր զենքը չկորցնելու հմտություններին կարող է տանձեռից խլեն։ Կամ նույն մարդիկ, որոնք որ ժամանակին պարգևատրվել են, արդյոք իրենք կամ հաշվառվել են այդ զենքերը կամ այդ պարգևատրված։ Ես վստահ եմ, որ նույնիսկ այդ պարգևատրված զենքը, այսինքն այդ թույլտվությունները ժամանակին թղթով լրացվում էր, կարող է Տիգրան մի քիչ ավելի լավ գիտի, բայց այդ թղթերը արդյոք բոլորը հաշվառված են։ Արդյոք տիրապետում են այդ պարգևատրված զենքի ծավալներին։ Կամ ռեալ շարունակեմ միտքը, վերջին սարսափելի իրադարձությունները մեր Արցախ կորցնելը հարյուրավոր մարդիկ պարգևատրվել էին, այնտեղի բնակչության, նաև առել եք պարգևատրվել էին զենքով։ Արդյոք այդ զենքը այս հայաթափման ընթացքում իրենց երբևէ պետք է կարողացան արդյոք օգտագործել։ Իհարկե ոչ։ Տեսեք ոնց է, այս նոր դուք ասում եք եւ իհարկե ոչ։ Այս հարցերը երբ դու չես դնում գլոբալ քննարկում եւ վերլուծում անալիզը երբ դու չունես, ասենք հիմա ծիծաղելով կարող եմ ասել տարիներ առաջ, շատ տարիներ առաջ համալսարանի մոտ մի ավտոբուս էր կանգնում, այնտեղ մի կաշվե գործ էր անում այդտեղ կաշվե իրեր էր պատրաստում եւ այլն Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնական տոնից առաջ այդ ավտոբուսի տակ գիշերը հայտնաբերում էր 2-3 ատրճանակ որոնք պարգևատրվում էին ասենք ենթադրենք մայիս 28-ի համար սեպտեմբեր 21-ի համար բանակի տոնի համար եւ այլն ընդ որում մեջը անպայման պետք է լիներ 3 փամփուշտ որտեղ գնդակապարկ ուջադարանի կրակման համար 3 փամփուշտը պարտադիր է։ Պահոնակում 3 փամփուշտ։ Հայտնաբերվում են այսպիսի բաներ։ Էսա մեր ռեալ մեր ես որ բերվել է ներքին գործերի նախարարության կողմից եթե այդ ատրճանակների հացը։ Այո, հա։ Արդեն այդ քիչ առաջ ես նշեցի, չէ, որ այդ քննակարգ կոչվածը որ իրենք արել նույն մակարդակի բան է։ Իդեպ, ստեղ նաև կա կարծիք հակադիր, հա, որ այն ինչին ես եմ ասում, որ իրականում այս օրենքում կատարվող փոփոխությունները շատ հանգիստ քաղաքական մանիպուլյացիաների ու քաղաքական process-ների համար էլ կարան օգտագործվեն, այսինքն օրինակ, եթե հավաքում ես ու վարչապետն է, ասենք, որոշում ում տա, չգիտեմ, ՔՊ-ի անձանց կտա, նախկին հանրապետականի ԲՀԿ-ի անձանց չի տա, կամ ինչ-որ մեկը իրանց ուզածը կանի, իր երեխան կստանա հետ իր ատրճանակը։ Իմիջիայլոց ժամանակին կարծեմ 2-3 տարի առաջ այդ բանը արվեց, որ պատգամավորները կարողացան ատրճանակներ։ Այսօր հանձնաժողովի փոխնախագահը Խաչատրյան Արմենը մամուլեն տվել էր հարցազրույց, որ ես բանեմ անում, որ իմ զենքը հանձնեմ եւ գնամ օրինական զենք գնեմ արդեն, հա։ Իսկ դա օրինական չի իր մոտ։ Չէ, նա պարգևատրված է ինքը պիտի հանձնի եւ ասենք Այդ Իոնիսյաններ կարծեմ որ ասել էր ես խախտում եմ արի, ես հայտնում եմ տան հետ խախտմանս համար։ Պարգևատրված զենքի հետ կապված հետաքրքիր բան պատմեմ, բնայում աշխատած ժամանակ անձամբ առնչվել եմ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանին պարգևատրված զենքերի հետ, որոնք այսօր իրականում երևի իրենք նույնիսկ չգիտեն որ իրենք այդ զենքին տիրապետում են, բայց այդ զենքերից ոչ մեկը քաղաքացիականի տակ չեն գնում։ Այդտեղ կար ինքնաձիգ ավտոմատ կրակող, հա, բայց ժամանակին ասենք Արցախի խորհրդարանը պարգևատրել Ռոբերտ Քոչարյանին այդպիսի զենքով, բայց համոզված եմ, որ այսօր մեր ոստիկանությունը կամ ներքին գործերի նախարարությունը նույնիսկ չի տիրապետում այդ գիտելիքին կամ տեղեկատվությանը։ Ասենց իհարկե այն ահռելի քանակը որ կար, նախքին կառուցվածքային այդ բուրգի պայմաններում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հիմա որ դառել է ներքին գործերի նախարարություն 2-3 ծառայություն զենքի հաշվառումը իդեալական անում են, այսինքն այն ինչ որ հասանելի էր իրենց թույլտվության ծառայությունը, ինֆորմացիոն կենտրոնը եւ Հայաստանի Հանրապետության բանավոստիկանություն փորձաքրեագիտական երեքն էլ իսկապես կարողանում են լավան։ Այսօրվա վիճակով մեկը տրվել է քննչական կոմիտեին, նրանք էլ անվանափոխվել, ձևափոխվել են, այսպես ասած, որտեղ մտնում ես մասնագետ չկա։ Հիմա այդ համակարգում մասնագետ չի ձևավորվում։ Այսինքն այդ զենքը որ գալիս է խանութ, միջև խանութ գալը պետք է կրակվի, այս process-ը։ Հիմա զենքի շրջանառությունը շատ հետաքրքիր բան է, վերաբերում Հայաստան ներկրվող
Հայաստանում արտադրվող եւ Հայաստանից արտահանվող զենքին։ Դու ինչ ուզում ես արա, եթե օրինական դաշտում ես աշխատում, դրանք պիտի խոսքը ակոսափող զենքերի մասին է, դրանք անցնեն այդ բոլոր 3 ծառայություններով էլ անցնեն։ Այսինքն Հայաստանից զենք ես արտահանում, պիտի Հայաստանում այդ գոնե 3 այդ ծառայություններում իրենք պետ եկամուտների կոմիտե, չհաշված ազգային անվտանգություն եւ այսինքն հստակ եղել է այդ մեխանիզմը եւ աշխատել է այդ մեխանիզմը։ Այսօր էլ հույս ունեմ, որ էլի կկարողանան աշխատացնել։ Այնպես չի, որ ասենք բարձի թողի վիճակը է եղել։ Այսինքն ես վերջերս մի առիթ եղավ խոսեցի, Աստված մի արասե, ասենք Հայաստանի Հանրապետության որևէ տեղ զենքի կիրառման որևէ հանցագործություն, իսկ զենքի կիրառման դեպքերը դուք շատ լավ գիտեք, որ առաջին հերթին եւ հասարակական ընկերություններն են։ Այո, վերջերս շատացել են բավականին, դրա մասին խոսում են, բայց դրա մասին խոսում են նաեւ քաղաքական մանիպուլյացիայով, ով ինչպես ուզում է խոսի, ես դրա հանցավորությունը աճել է, բայց մասնագիտական հարցերը երբ մենք քննարկում ենք, մասնագիտական հարցերը զերծ մնան քաղաքական գնահատականներ։ Չէ, բայց էլի ֆիքսենք, որ ինքը իշխանությունը ու ընդդիմությունը ֆիքսում է, որ չէ, որ օրինական զենքով հանցագործությունները շատ քիչ են, ազնիվ են։ Դա ամբողջ աշխարհում է այդպես։ Բայց մեզ մոտ այն մարդիկ, ովքեր ջատագով էին ու նշում են, որ 22 թվականից առաջ, ասենք, ենթադրենք 17-ից 22 թվականին եղել է օրինական զենքի կիրառման շատ քիչ չնչին քանակ դեպք, զենքի այս օրենքի ընդունումից հետո անգամներով ավելացել օրինական զենքով հանցագործությունների քանակը։ Կենցաղայինից սկսած մինչև դիտարկել։ Բայց ինչի հետ է դա կապված, ես կապը չեմ տեսնում։ Տես, այս Արմեն, սա կարող է իհարկե վիճակագրական Ստե կարա հոգեբանական խնդիր լինի, ստեղ վիճակագրականը, ֆորմատիկ, չգիտեմ։ Պատկերացու ասենք փողոցով քշվում է 2 մեքենա, հավանականությունը, որ ավտովթար տեղի կունենա, շատ փոքր է, բայց երբ որ նույն փողոց, նույն ֆորում, տես հասարակությունն ենք այսպես համարյա ստատիկ համարում, հա քանակը, նույն փողոցով քշվում է 200 մեքենա, հավանականությունը բարձրանում է։ Սա այստեղ ավելի շատ ես կարծում եմ, որ կա վիճակագրական էլեմենտ է հանցագործությունների քանակի ավելացման կամ ոչ միայն հանցագործություն, չասենք հանցագործությունը, սպանություն, որտեղ լիմա նաև որ ինքնապաշտպանության նպատակով է կիրառվում զենքը եւ դա թույլատրվող կիրառում է զենքի, հա, բայց կա վիճակագրականը, բայց պետք է նաև Բայց կներես վիճակագրության համաձայն օրինակ ես այս վերջին երևի մի 5-6 դեպք եմ հիշում, երբ որ այ նվիրված կամ ոչ նվիրված, չգիտեմ, ատրճանակով այ հանցագործություններ են տեղի ունեցել։ Այսինքն էլի գալիս է այդ արտոնություններ ունեցող խավի թեման, որ դու ինձ հետևից ազնաժնշան տվեցիր, ես դուս եկա քեզ հայհոյեցի, դու ինձ հայհոյեցի, ես բաղդաչոկից անեցի ինձ նվիրված զենքը եւ կրակեցի։ Պարտադիր չի դա նվիրված լինի։ Չնվիրված։ Ձեռք են բերել օրինակալ ձեռք։ Բայց այս օրենքով ատրճանակի թեմա չկա, ես չեմ կարող գնալ խանութից գնել ատրճանակ, այդ ֆիքսենք, որտեվ այս օրենքի հակադիր կողմներ անենց միֆեր էր տարածում, որ կներեք լրատվամիջոցները ունենալով անգրագիտություն ֆիքսում են, բա զենքը ազատ մարդը կկարողանա փողոցում պատտվել ու դուս են գալի հարցախոսություն։ Այ դուք համաձայն եք որ մարդը ազատ փողոցում զենքով պատտվի։ Ոչ, ես համաձայն չեմ։ Ախպեր, տենց բան օրենքում չի եղել է։ Ինչ ազատել չի։ Եկեք այստեղ մի նկատառում ես ասեմ արդեն մասնագիտական բանով, հա։ Ինչ խոսք մեր լրատվամիջոցների մեջ շատ քիչ են շագրի եւ իմացող մարդիկ։ Հա, ու նրանք երբևէ իրենց էլ թույլ չեն տվել ցավոք սրտի մոտենալ մասնագետներին եւ լսել մասնագիտական կարծիքներ։ Ցավոք սրտի։ Բոլորը չասենք։ Բոլորը, չէ, ինչի համար եմ ասում, որտեղ մեծ մասամբ գեղեցկուհիներ են։ Մեր լրագրողները, իրենց համար դա հետաքրքիր ճղճղան թեմաներ եւ այլն, իրենք էլ ճտպտում են այդ թեմաներով։ Շատ հետաքրքիր է զենք եւ այլն դիակ ընդհանրենք, բայց մեջ պիտի բան լինի։ Դրա համար իրենք շատ հաճախ հարցեր են տալիս, չպատկերացնելով այդ հարցի խորությունը։ Ասենք, հա, երևաց ինչ որ բան ասում եւ այլն, բայց բովանդակությունը չկա։ Զենքի ազատականացումը, բան են, ախպեր զենքի ազատականացումը, ասում չաշխանքում զենքի ազատականացումը։ Այդ է, ասենք Ատրճանակ ասում եք, գարը պիստոլետ ամեն մեկի ջեբ, ասում ինչ պիստոլետ, դու օրենքից կտեղյակ ես, ինչ պիստոլետ։ Դեմա ուրիշ շարունակենք այսօր, ասենք պիտի ունենաս առնվազն մայոր զինվորական կոչում կամ դրան հավասարացված դասային աստիճան եւ առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ստաժը։ Հիմա մեզ մոտ գաղտնիք չի վերջին տարիներին, եկե ռեալ նայենք, որ ասեմ մի քանի տարվա աշխատողը
ոչ թե մայոր, այլ գնդապետ ու գեներալ է դա։ Հա, կան ռեալ եկեք նայեք։ Կամ որ միակամից ասենք արտադրության գեներալ դառնա։ Դուրս է գալիս գնդապետ ու դրա համար շատ հաճախ համաչում էլ ասես որ գնդապետ ես կամ չգիտեմ ինչ է 20 տարվա ստաժ ունես, որտեղ բարձում է որ եւ այդ նայում ես թե ինչ մեդալներ ու շքանշաններ, հա, բոլոր արդեն դա ծիծաղելի է դարձել։ Եկեք ոնց որ եզրափակենք, փորձենք բան անենք, էլ ինչ որ եզրակացության գանք։ Ըստ էության զենքը վատ բան չի, քաղաքացիական զենքը դա վատ բան չի, ընդհանրապես զենքը վտանգի մասին չի, հա ինքը պատասխանատվություն է, բայց այսօր մեքենայով դու կարող ես ավելի ահավոր բաներ անես, այսօր փողոցում մենք տարեկան 400 զոհ ունենք ավտովթարներից։ Իդեպ մեքենան երկրորդ անգամ պրավա հանողը պսիխոնարկոտ չի հանձնում, զենք հանողը հանձնում է։ Այստեղ կներեք պիտի ընդմիջը։ Եթե առաջ խիստ էր եւ իսկապես վերցնում են համապատասխան, ասենք անալիզներ էին վերցնում, այսօր գիտեք ինչ է արվում։ Դրա վրա էլ պիտի կարողանաս խոսել, պիտի եթե հարց ես բարձրացնում եւ այլն, տեղեկան հատկապես մարզերում Երևանում մի քիչ ավելի խիստ է եւ ես գիտեմ որ խիստ է որտեվ վերցնում են ասենք տեղեկանք, ասում են ստուգման պահին իր ասենք արյան կամ մեզի մեջ բանա թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերում։ Կամ ես նույնիսկ ստուգման պահին եթե նույնիսկ ասենք ինքը մշտական դիսպասերները մաշվարման կանգնած չի, թուղթ տեղեկանք տալիս են։ Դու հասկացաք սա ինչի կարող է բերել։ Հասկացա։ Դու ես հետևանք է կամ այսօր խոսում։ Հա, եկեք ֆիքսենք հետևյալը զենքը պետք է ճիշտ կարգավորվի զենքի ոլորտը, ոչ դիլետանտական, սիրողական մակարդակի, բայց զենքը վատ բան չի։ Զենքը ինքը հրաշալի բան է, բայց այսօր ես գործի այսպես ասեմ, բերեմ եւ մնա ծառայության, ինչ ասեմ, մասնագիտության բերումով, ես վերջին քանի տարին բնականաբար ուսումնասիրել եմ անգամ բոլոր լրատվամիջոցներում եղած հոդվածները։ Բոլոր խոսում են զենքի մշակույթ եւ այլն, զենքի այս օրենքով նման բան չկա։ Սա խայտարակություն է, ասեմ ձեզ, ով որ կասի զենքի մշակույթ, որը կարգավորվում է այս օրենքով, բացեիբաց կարող եմ ասել Հայաստանի Հանրապետության որևէ բնակիչ Մայրից մինչև Աշոտսկ չի կարող ինձ հետ նստել եւ այս օրենքի մեջ ցույց տալ մի բան, որով զենքի մշակույթ Հայաստանի Հանրապետության կարգավորվում է։ Զարգանա Դրա համար ասենք ես նույնիսկ ասենք մարդկանց օրինակներ կարող եմ բերել աննազգանով, ասում եմ որ իբր թե նախկին օրենքով չէր լինում, բայց այս օրենքով այսուհետև կարողանալու ենք հարթափող զենքի նույնացում անել։ Այն մյուսն էլ ասում էր դրամատիկ զենքը նույնացման չի ենթարկվում, հա? Հարցազրույց են տալիս այս կարգի մարդիկ, որ դրամատիկ զենքը այսուհետև մենք կարողանալու ենք այս զենքի շնորհիվ, այս օրենքի շնորհիվ ինչ են ասում։ Հասկանում եք ինչ այսինքն լսել են մի բան, ու խելացի կամ գրագետ Երևանու նման համար սկսում են ելույթներ ունենալ։ Հա, մարդկանց ասենք որ հարթափողի բանը նույնականացնել ձև չկա։ Անհնար է։ Օրենքը լինի ինչ լինի հնարավոր։ Չէ, խոսքը դրա մասին չէ, ամեն ինչ հնարավոր է, օրինակ ժամանակին ասենք։ Չէ, շատ դժվար է։ Բայց անհնար չի։ Հա։ Բայց դե օրենքը դրա հետ կապ չունի։ Բնականաբար, ինչի մասին է խոսքը։ Բայց ես էլ ամփոփելով իմ կողմից կասեմ, որ առասպելներն ու լեգենդները շատ են, գիտելիքը կենտրոնացված շատ քիչ։ Փորձագետները կան, բայց այդ փորձագետներին հարցնող չկա։ Այն մարդիկ, ովքեր որ այսօր օրենքները ընդունում են, ինչպես հին անեկդոտում ասում են, եթե սիրում եք երշիկ եւ ենթարկում եք օրենքներին, ավելի լավ է չիմանաք ինչպես է ստեղծում եւ մեկը եւ մյուսը, բայց այսօր ավելի լավ է իմանանք թե ինչպես է ստեղծում, ասենք օրենքները, որովհետեւ դրանք կարգավորում են բոլորիս կյանքը։ Բայց փաստը ունի փաստ, որ այսօր փորձագիտական կարծիք, որպես այդպիսին օրենքների կազմման շրջան չի հավաքվում, չի ձևավորվում այդ, նույնիսկ չի ձևավորվում այդ փորձագիտական համայնքը, որին կարող են դիմել անընդհատ, հա, կարող են դիմել անհրաժեշտության պարագայում։ Ինչի՞ չի ձևավորվում, որտեղ առաջարկը պետք է գա նաև պահանջարկից։ Եթե պահանջարկը չկա, առաջարկն էլ չի ձևավորվում։ Ես շարունակեմ, եթե մեր ժամանակներում է, ուրեմն
ոչ թե նստում են փորձագետների մակարդակով քննարկում են գնում եւ շահագրգիռ բնականաբար ասենք օրենքի հեղինակ կարող է նախագծի հեղինակ լինի ինչ որ մեկը պատգամավորներից ինչ որ մեկը ուզի այսպեսի օրենք բայց լսել մասնագիտական կարծիք դնել դա մասնագիտական քննարկման եւ ցավալի է բայց այսօր ասում եմ պաշտպանության ազգային անվտանգության եւ ներքին գործերի այդ հանձնաժողովում չկա գետ մեկ մասնագետ մեկ փորձագետ, որ այս հարցը կարողանար քննարկել։ Այս վիճակում դրա համար հետևանք սա է 25 թվականի եւ օրենքը անընդհատ պիտի փոխվի։ Մի բան էլ հիմա տեսեք, բանը։ Խոսքը նույն ապարքեվատրական զենքի մասին է։ Գործող օրենքը կարգավորում է զենքի շրջանառության 21 տեսակ, 21 ոլորտ։ Նվիրատվություն, ժառանգում եւ այլն ապարքեվատրում։ Դրա մեջ նույն ապարքեվատրում չկա։ Այսինքն առանձին հոդված կա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք ունի պարգևատրել Հայաստանի կամ օտարերկրյա քաղաքացիներին, բայց թվարկում որպես այսի շրջանառության ձև ինքը ներառված չի, բայց դա այսպեսի օրենքեր են ընդունում։ Այսքանով ավարտենք, շատ շնորհակալ ենք Տիգրան ջան, այս բովանդակալից զրույցի։ Շատ բաներ հասկացանք մենք էլ, բավականին լուրջ թեմա է, կարծում եմ էլի անդրադառնալու։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաջողություն։